Գիրք Նահում, գլուխ 2. Խորտակող է վեր գալիս քեզ դեմ, պահիր պարիսպը, ճանապարհին նայիր, մեջքդ պնդացրու, ուժդ շատ զորացրու, որովհետև Տերը ետ է դարձրել Հակոբի վայելչությունը, Իսրայելի վայելչության պես, որովհետև դարտակողները դարտակել են նրանց, և նրանց որդի ուռերը փչացրել են, նրա տղամարդների վահանը կարմրած է, քաջազումները որդան կարմիրով են ներկված, բոցացայդ պողպատով պատված է կառքը նրա պատրաստության օրը, և նոճի նիզակները ծածանվում են, փողոցներումը կատաղում են կառքերը, իրար են բախվում հրապարակներումը, նրանց երևույթը ջահերի պես է, կայծակների պես են վազվազում, նա հիշում է իր զորավորներին, նրանք գլորվում են գնալիս, շտապում են դեպի պարիսպը, և պատսպարանը պատրաստված է, գետերի դռները պիտի բացվին, և պալատը պիտի հալվի, և որոշվեցավ, որ նա գերության հանվի, և նրա աղախինները ճչում են իբր աղավնիների ձայնով, իրանց սրտերին ծեծելով, և Նինվե ջրերի ավազանի պես էր իր առաջի օրերից ի վեր, և նրանք փախչելիս կանգնեցեք, կանգնեցեք կասեն, բայց ուշադրող չկա, արծաթ կողոպտեցեք, ոսկի կողոպտեցեք, և վախճան չունին զարդերը ծանաբեռնված ամեն տեսակ ցանկալի սպասներով, դարտակ ու դարտակված ու դարտակացրված է, և սիրտը հալվում և ծունկերը դողում, և ամեն մեջքերը երերվում են, և ամենքի երեսը սպրտնում է, ուր է առյուծների բնակարանը, և կորյունների արոտատեղին, ուր որբման էին գալիս արու առյուծը, մատակ առյուծը և առյուծի լակոտը, և վախեցնող չկար, առյուծը պատառում էր իր լակոտներին բավականանալու չափ, և խեղդում էր իր մատակ առյուծների համար, և լցնում էր որսով իր մորիները, և իր բնակարանները հափշտակությունով, ահա ես քեզ դեմ եմ, ասում է զորաց Տերը, և պիտի ծուխովայրեմ նրա կառքերը, և քո կորյուններին պիտի սուրնուտե, և երկրիցը պիտի քո որսը բնաջինջ անեմ, և այլևս պիտի չլսվի քո դեսպանների ձայնը։